Միայն առաջ Հայաստան, լավ է լինելու, հայերը տիրելու են իրանց հողերին, թուրքերի մտածած ցանկությունը չի լինելու, Հայաստանը շենանալու է, Թուրքիան բաժանվելու 4 մասի, Ադրբեջանը վերանալու է երկրի երեսից, Աստծո պատիժը թափվելու է դրանց գլխին։ Հանգիստ եղեք, ով համբեր է, նա կեց է, ասում է Սուրբ Գիրքը։ Վերջացած։ Հանգիստ եղեք կտեսնեք ու մենք դա կտեսնենք։ Ժամանակը հասյալ է։ Մենք էլ այդտեղ լուրջ դերակատարություն կունենանք։ Իմ մագարտակով, հետո մեկ էլ սրանք բան են անում, ես էլ ասեմ, վերջացնեմ։ Մեկը ասում են Վարդանիգը։ Իրանք գիտեք, ես այդ Վարդանիգի շատ եմ լավ զգում։ Ես Վարդանիգ բարից հեչ վատ չեմ զգում։ Բայց հայդեք ինչու են ձեզ այդպես անվանել ու հիմա փոքրուց միշտ մեծերի հետ եմ ընկերություն արել։ Ես ամենափոքրն էի իմ ընկերների մեջ, 10 տարով միշտ փոքր եմ եղել, 10 թվի ընկեր եմ ունեցել, պատկերացրեք, ինձ ասում են Վարդանիգը։ Հիմա ես դրանից ված չեմ զգում, երբ որ Գալստյան Լևոն կար, հետո տարավենվեդեի մինիստր։ Գալիս ասում են ինձ Գալստյան, մի հատ տարիքով մարդ ենք բռնեբան, ինչ որ չգիտեմ ինչ է արել, այնպես հետաքրքիր մարդ է, ասում է քիլիպ գնանք տեսնենք։ Մեկը գալիս է 85 տարեկան մարդ է եղնում, ասում է հոպար անունդ ինչ է, քսե աշրոդիկ։ Իա։ Քսե հոպար աշրոդը հասկացանք, իգը որն է։ Քսե աղբի տղա, դու իգից բան չես հասկնալ։ Հիմա ամեն մարդ չէ իգից հասկնա, իգը դա պատիվ է, լավ իմացեք, մենք դրանից ված չենք զգա, դուք էլ իգ պետք է լինեիք։ Կարևորը չլինենք աշրոդի անունը ներնենք Աշխենուհի, դա չլինենք, իգը դա հարկանք է, հասկանալի է, բանը, չգիտեմ դրանց ատղա են, դա անունեն ինչ է դրանց, կանիք մարդկանց անուններ ոնը, անունեն չգիտեմ դրանց բան, մի խոսքով չեմ ուզում, այսինքն իգը դա է, ասեցի, որ սովորի, հետո մխի պատմությունը գիտես, գեցի հետ էլ պատմեմ, քանի որ Գյումրիում եք բան, մխի պատմությունն է պատմեմ, ուրեմն մի հատ երկիր է եղնում, մի հատ մխ սարքող եղնում, օրական շաբաթը 50 հատ մխ է սարքում, գալիս են թագավորիստը պետք է 500 հատ մխ սարքես, ասում է գիտեք ես 50 հատից ավելի չեմ կարող, սա հանդանիկը սավակեմ բան, անջախ շաբաթվա մեջ 55 հատ սարքեմ, քսե չէ, եթե չէ շաբաթ մետը կուգան պիտանի քեզի կգախատենք, վերջ ես մարդը, կանչում է աղբերներին, հարազատներին, բոլորին սաղին կանչում են, ասում է թագավորը հրաման է տվել, պետք է 500 հատ սարքենք, բայց եկեք օգնենք, վերջը սարքում են 60 հատ ու առավոտ արդեն լույսը պետք է բացվի բան, սաղին մնաց բարով են անում, երեխեքը լաց են եղնում, որ հիմա ձիավորները կգան, այս մխ սարքողին կտանին, մեկ այս ձիավորները, որ գալիս են քսել, հաջողություն ձեր ցավը տանին, այս մխ սարքողը տանին կաղաղան անեն, մեկը այս թագավորի, տեսնում եք թագավորի բան, շքախումբն է, մտնում են քսեն, մխ ենք ուզում, քսել, հա պատրաստում ենք, բայց 5 հատ է ավել եք սարքի բան, չէ քսե, ուրի մխ է մեզի պետք, քսե ինչ եղեք Քսե թագավորը մերել է, թագավորի համար թագար պետք է սարքենք այդ մխերը։ Հիմա թող շատ չմտածեն, կարող է իրանցի շուտ կա, քան մերը, հասկանալի է, կյանք այդպես պատմություններ է կա։ Վարչապետ առնալ։ Փորողը փոս է կգնի, այդպեսի բաներ։ Դե վարչապետ առնալու ձեր հավակնությունները նորից ուժի մեջ են կարող եք ասել։ Ուրեմն վարչապետ առնալու հավակնությունները ես ընդհանրապես պետական պաշտոնյա չեմ ուզում դառնալ։ Ես ավելի անկախ եմ սիրում ու ամեն ինչ։ Եթե Հայաստանը տեսնում եմ, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ կդառնամ, հասկանալի է։ Միայն դա է ինձ, որ տեղից շարժում է։ Թե չէ ինձ պաշտոն ես չեմ ուզում, ես այնքան աշխատել եմ հերիք է։ Ես արդեն 65 տարեկան եմ, ինձ ինչ պետք է որ ես կան, բայց երբ որ տեսնում եմ, տանում են երկիրը թուրքացման, տանում են երկիրը վիլայետ սարքելու, ամեն ինչը դառնամ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հասկանալի է, եւ պետականությունը պաշտպանելու